Ուրեմն կշարունակենք ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովաննու ավետարանի մեջ դերը գսե ես եմ կյանքի հացը։ Քրիստոս ինքն է հավիտյանական կյանք ու մնայուն գենսունակություն բարգեւող հացը։ Ինքն է ներքին խաղաղություն եւ ուրախություն շնորհող հացը։ Ինքն է մեր աչև բազմահասար օգնությանց եւ բարգեւներու դուրը բացող հացը։ Ինքն է մեզ զորությամբ ու արիությամբ լեցնող հացը։ Ինքն է մեզի վստահություն եւ ապահովություն ներշնչող հացը։ Ինքն է երկնքի դուրը բացող եւ երկինքը գշտացնող հացը։ Ինքն է մեր հոգեվոր հոգիները լիացնող միակ հացը։ Առանց Քրիստոս հացին դադար երկինքը, առանց Քրիստոս հացին աղքատ ու անոթի է մարդկությունը։ Սուրբ Օգոստինոս կսե առանց Աստուծո մենք չենք կրնար, իսկ առանց մեզի Աստված ինք պիտի չնե։ Օգոստինոսի այս գարջ եւ սակայն իմաստալից բարերը օգտագործելով կրնանք ասել, թե առանց երկնքի միջամտության, առանց երկնաէջ անձրևին ու երկնաբարգև արևին, մեկ խոսքով առանց Աստուծո մենք չենք կրնար հաց պատրաստել եւ առանց մեզի ու մեր գործակցության Աստված ոչ թե չի կրնար, այլ չուզե հաց պատրաստել ու չի պատրաստել։ Ինչպես հացագործին աշխատանքին հաջողությունը գախյալ է երկնաէջ անձրևեն ու երկնաբարգև արևեն, այնպես էլ մեր հոգևոր կյանքին աճումն ու զարգացումը գախյալ է երկնաէջ հացեն Քրիստոս է։ Հացագործը իր ամբողջ հույսը գտնե երկնքին վրա։ Անկիդե որ առանց երկնքին դադարված է ցախողության եւ սնանկության։ Ուստի երբ Քրիստոս ինքզինք հաց կգոչե իրականության մեջ մեր անձերուն իր անձեն գախյալ ըլլալն է որ կհրաբարագի։ Քրիստոս ինքզինք հաց գոչելով գապ մնե որ ստեղծած կամ հաստատած գլա երկնքին ու երկրի միջև։ Ինչպես նյութական հաց պատրաստողները իրենց հայացքը միշտ թեպի երկինք կսևերեն այնպես էլ աննյութական հացը պնդրողները իրենց հայացքը պետք է Քրիստոսի վրա սևերեն։ Ան ինքզինք հացի նմանցնելով խորքի մեջ ինքզինք հայտարարած կլա մեր կյանքին ամենեն գենսական բանը։ Մարդուն ֆիզիկական գոյության բահբանման համար անհրաժեշտություն մնե նյութական հացը, իսկ մարդուն հոգևոր կյանքին բահբանման համար բացարձակ անհրաժեշտություն է աննյութական հացը Քրիստոս։ Առանց Քրիստոսի մարդը սովամահ գլա հոգևորապես։ Միայն Քրիստոս կրնա վիշտացնել Աստուծո բնակության համար ստեղծված մեր սիրտը։ Նյութական հացն ու նյութական ամեն բան սահմանված են գործվելու։ Անոնք, որոնք նյութականին եւ նյութական հացին պնդրդուկը իրենց համար դարձուցած են առաջնահերթություն, անոնք եւս սահմանված են գործվելու, որովհետեւ եթե անցավոր բաներու գաբենք մեր հույսը, մենք անոնց հետ կանցնենք ու հետ չենք ցկել։ Ահա թե ինչու Հիսուսը ասավ. Փոխանակ կորստյան ուդերիկները պնդրելու չանացեք ապահովել այն գերագուրը, որ հավիտյանական կյանքի մեջ կմնա։ Այդ գերագուրը մարդու որդին պիտի դարձեզի, որովհետև Հայրն Աստված իր հավանության գնիկը դրավ անոր վրա։ Քրիստոս հարգավ չի բادվիրել, որ չաշխատենք բնական հացին համար։ Անոր ասած այն է, որ մեզի համար առաջնահերթը պետք է լա աշխարհայինը, այլ Աստվածայինը։ Կորստյան ուդելիկը սահմանված է գործվելու։ Կորստյան ուդելիկը սելով միայն հացը չենք հասկնալ, այլ ամեն բան, որ աշխարհեն ուկա եւ մեր հոգին կսպանն է։ Կորստյան ուդելիկն են փառքն ու մեծությունը, հարստությունն ու այլազան կանցերը, թիրքն ու աթոռները։ Ասոնք նաեւ սահմանված են բջանալու ու բջացնելու։ Երբեմն մարդիկ այսպիսի բաներ կպնդրեն ճիշտ, ինչպես անոթիմը հաց պիտի պնդրեն։ Քրիստոս կտելատրե չվազել անգայունին, անորոշին, անաբահովին, խապուսիգին, անարժեք եւ մեզի արժե զրգողին յետևեն։ Չանացեք ապահովել այն գերագուրը, որ հավիտյանական կյանքի մեջ կմնա։ Այն գերագուրը Քրիստոս ինք ու դա բոլոր պապակողներուն գերագուրը, որ հավիտյանական կյանքի մեջ կմնա։ Ինչ որ Քրիստոս դա մեզի հավիտյանական են ու հավիտյանական պիտի մնան։ Հավիտյանական են անորս դրված խաղաղություն ու երջանկությունը, հանգիստն ու անտորությունը, հաղթանակն ու մեծությունը, սերն ու սրբությունը։ Մենք Քրիստոս հացով է որ կմեծնանք ու կսրբվենք։ Քրիստոս հացով է որ կկեղեցկանանք ու կփարավորվենք։ Քրիստոս հացով է որ կդառնանք անմահ զավակները անմահ Աստուծո։ Այս իրողությունը մենք չէ որ կհաստատենք Քրիստոսի վերաբերյալ,
իր գադարած բոլոր հրաշքներն խոսած բոլոր խոսքերը մգրդության բահուն Սուրբ Հոգին էջքը անոր վրա եւ Աստուծո վկայության ցայնը անոր համար այս բոլորը գաբացուցան են, որ Հայրն Աստված իր հավանության գնիկը տրավ անոր վրա։ Երբ Քրիստոս կհայտարարվի իբրև փրկիչը աշխարհի ու ճշմարիտ ազատարարը մեղավոր մարդկության, սա ինքնին ապացույց մնե, որ Հայրն Աստված իր հավանության գնիկը տրավ անոր վրա։ Երբ Քրիստոս գծանցի Աստուծո եւ մարդոց միջև իբրև միակ միջնորդը եւ երբ հաստատվի թե մեր հորը քո բարեխոս ունենք միակ արդարը Հիսուս Քրիստոսը, սա անհերքելի վկայությունն է, որ Հայրն Աստված իր հավանության գնիկը տրավ անոր վրա։ Հաջորդին պիտի անդրադառնանք, գործածենք այն ինչ որ ունենք նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանը մինչեւ Ավետյան։ Ամեն։